Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը տաղանդավոր դերասանուհի, տաղանդավոր կինո ռեժիսոր, տաղանդավոր ընտանիքի տաղանդավոր զավակ, դուստր եւ վերջապես իմ շատ սիրելի Էնջել Մարտիրոսյանը։ Էնջել Մարտիրոսյան։ Ողջույն Էնջել ջան։ Ողջույն Աշոտ ջան։ Էնջել ջան, ուրեմն ո՞նց ես։ Լավ, դու ո՞նց ես։ Շատ լավ, բարք Աստծո։ Ես շատ ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես։ Ես քեզ շատ միշտ հետևել եմ, քեզ ինչքանով որ կարողացել եմ տեսել եմ քո արած գործերը ու շատ սիրում եմ քեզ, եւ որպես մարդ, եւ որպես լավ ընտանիքների զավակ, եւ որպես իմ շատ սիրելի Էնջել։ Ես էլ անչափ շնորհակալ եմ ու ուրախ եմ, որ ինձ հրավիրեցիք։ Ուրախ եմ, որ ես էլ փոխադարձ շատ սիրում եմ ձեզ ու շատ հարգում։ Մերսի ապրես։ Իմ տաղավարում միշտ շատ լավ մարդիկ են լինում իսկապես, համ տաղանդավոր, համ իսկապես են կողմից շատ սիրված ու հարգված, ոչ միայն իմ հանրության կողմից։ Ուրախ եմ, որ դու այսօր իմ տաղավարում ես, մի քիչ պատմի քեզնից։ Ես լավ եմ, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ գնում է ոնց որ պլանավորված է։ Ճիշտն ասած վերջի տարիներում ոչ մի ինտերվյու, ոչ մի նման բան չեմ արել, որովհետև չգիտեմ, մի տեսակ չի զգում այդ ինտերվյուներում հետ որ պետք է անեի, դες չեմ ասել։ Սա առաջինն է ելևի վերջի 4-5 տարում։ Բայց իրականում ամեն ինչ նորությունները շատ լավ են, ամեն ինչ գնում է ոնց որ շատ իմ սրտով։ Հիմա նոր ֆիլմ ունեմ, որի վրա որպես ռեժիսոր աշխատել եմ, Կոկոն։ Մինչև այդ արել եմ տարբեր սերիալներ, տարբեր պրոյեկտներ, ունեմ նոր սերիալներ, որոնք գալիս են եւ վերջապես արդեն աշխատում եմ ամերիկյան ասպարեզում որպես դերասան իմ առաջընթացի վրա, ունեմ մենեջեր, ունեմ էջենսի ու տենց։ Եղավ, շատ շնորհակալ եմ, բայց բոլորին հարցերը որ պիտի տայի իրար հետերից դու արդեն բոլորի պատասխանել կմանրամասնենք, կգնանք երթով կմանրամասնենք։ Չէ, ես որ նկատի ունեի, որ պատմի քո մասին, այսինքն ոնց, ինչպես ստացվեց, որ դու եկար Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դա շատ հետաքրքիր պատմություն է, ճիշտն ասած, ուզում էի դրա մասին խոսեինք, երբեք այդ դետալներով չեմ խոսել դրա մասին։ Շատ պատահական, իրականում, չպլանավորված, ընդհանրապես, չնախատեսված թե վիզան ստանալը շատ պատահական ստացվեց, ընկերներիցս մեկը Վեգասում էր ընտանիքի հետ, այդ ժամանակ 19 տարեկան էի, ասեց 19, ասեց գնա մի հատ դիմի վիզա ստացի, դու էլ արի միացի մեզ, ես էլ ասացի լավ գնա մի հատ դիմեմ, ու գնացի մի հատ դիմեցի, ու շատ անկապ ու պատահական ստացա այդ մուլտիվիզան դեռ 12-13 թվին։ Այն ժամանակ մուլտիվիզան քանի տարով էր։ Այն ժամանակ մի տարով, բայց երբեք չէին տալիս մուլտիվիզա։ Շատ պատահական, նույն ձև ու էլի շատ ծիծաղելի էր, երբ ես այդ պատուանիկի մոտ էի դեսպանատանը 2 ժամ ուշացումով գնացել էի ինչ-որ տարօրինակ կերպարանքով։ Իրանք էլ երևի զարմանում էին, ով է ինչի ասում որ ասում է ով է վճարելու քո ճանապարհի համար, ասում եմ ես աշխատում եմ, ասում եմ չէ։ Ինչ որ սենց պետքա չստացվեր դա, աբսուրդ էր։ Սենց նայած դեմքիս, հələ բան չի ասել, որ ստացել եմ վիզան, ասեցի իսկ ինձ մուլտիվիզա կտակ։ Սենց պաուզա արեց նայած դեմքիս, ասեց գնա ստացի, ասի լավ։ Բայց վերջո չեկա այդ Վեգասի իրանց չմիացա, որից հետո էլի շատ պատահական Facebook-ով մի աղջիկ ինձ գրում է, որ ես քո երրորդ cousin-ն եմ, քույրն եմ։ Մենք կյանքում չենք հանդիպել, դու Հայաստանում ես, ես ծնվել եմ Ամերիկայում եւ այլ, մի ամսից հարսանիքս է կգաս Լոսում։ Ասում լավ։ Ու մամային ասում SS մարդը իր դվայորդնի, երկրորդ cousin-ի աղջիկն է, որ իրենք շատ մոտիկ են եղել ժամանակի մինչև Ամերիկա տեղափոխվել է իրանց, ասի իր աղջիկն է գրել հայտնվել է, ասում հարսանիքս արի։ Ես էլ վիզա ունեմ, գնամ։ Բայց այդ ժամանակ ինքը երևի վախենում էր, որ կգամ կմնամ, բայց իմ պլաններում մնալ ընդհանրապես չկար։ Ես շատ երջանիկ այնտեղ աշխատում էի, երգում էի, հայտնի էի բավականին, ամեն ինչ լավ էր։ Ամեն ինչ իմ սրտով էր, ընկերներ կյանք եւ այլն չէի բողոքում ընդհանրապես։ Հա կար այդ հոլիվուդյան երազանք ասվածը ինչ որ մի տեղ էստեղ կար, բայց չէի պլանավորում իրականում ընդհանրապես։ Ամեն դեպքում վերջի օրը 2 օր առաջ այդ հարսանիքի դատայից զարթնում տեսում սեղանիս վրա տոմս ու գումար, գնում եմ մամայի մոտ, ասում եմ վերցրու գնա։ Ասում լավ, դե ես գնամ, տենց մի ամսից կգամ։
ու բուկվալ մի օր հետո արդեն հավաքվում եմ թեթև ճամպրուկով եւ այլն նորմալ հաջողել չեմ անում այդ ժամանակ տատիկիս Լիդային մամայիս եւ եղբորս որը մոտ 7-8 տարեկան էր 10 տարեկան էր տենց եմ որ թեթև հաջող հեսա կգամ հա բարձր ու գալիս եմ լոս ստանում հրավեր Վեգասում նոր տարվա գիշերը երգելու այդ ժամանակ երգում էի ասում լավ կգամ կերգեմ մամային էլ ասում լավ դե հիմա էլ դու գնամ այդ վիզա վերցրու արի իրար այդ Վեգասում նոր տարի կանք հետ կգնանք տենց հեշտ ու հանգիստ բայց մի քիչ այդտեղ դժվարություններ են լինում որովհետև ինչ որ մի ձև դեսպանատունը ստանում է ինֆորմացիա որ ես որպես տուրիստ աշխատում եմ նոր տարվա գիշերը երգում եմ դա խախտում է չէ իրավունք ունի քանի որ այդ խախտումի պատճառով այդպես էլ ինձ դեսպանատնից ընկեր կար որ աշխատում էր կապնվում է ասում է մի խոսքով դու խախտում ես կատարել եթե դու հիմա վերադառնաս դու կյանքում էլ Ամերիկայի երեսը չես տեսնի ու ես ունեի ընտրություն ես մնում եմ երբ ես չի պլանավորել մնալ ես հաջող չեմ արել մերոնց ես ընդհանրապես չի ուզում թե գնում եմ ու երբեք չեմ կարող հետ գալ իմ հետագա հոլիվուդյան երազանքի հետևից ու այդպես պատահաբար շատ անպլանավորված մնում եմ ես այստեղ Էդ էլ գիտես այդ որ ասում ես գնացիր դեսպանատուն տենց որ օրենքով դիմերժենք էր չէ օրենքով դիմերժենք բայց գիտես ինչ ոնց որ մեր ժողովուրդն է ասում չէ տենց խոսք աստղը բռնել է մարդիկ ուզեցել են ու ասել են լավ գնա ստացի լավ թող գնա անեց մարդ կա գիտես պատահում է որ մարդը մի 10 50 անգամ գնացել եկել Ամերիկան եկել մտնում մերժում են մարդ կա որ ոչ մի անգամ չեղե նայում ես տեսքին էլ ոչ մի բան չունի բան մեկ էլ ընդհանրապես կապ չունի ինձ որ միշտ հարցնում են հա 50-50 է շանսը абսուրդ է հետո նայած այդ մարդ հետո ինչ տրամադրությամբ արտացել ես հենց նույն բանն եմ ասում իրոք հենց նույն բանը կապ ունի ոնց են զարթնել այդ օրը Աստորեն Էնջել ջան դու Հայաստանում չասրեցիր չէ թատերական կրթություն ստանալ Ես հենց վերջին տարին ավարտեցի ու եկա ավարտեցիր թատերական ինստիտուտ թատերականում հա սկզբում Մելիքսեթյանի բաժնում էի մյուզիկալ թատրոն հա Արմենը թատերականն էր թե մանկավարժական չէ թատերականում Արմենը մարդը հետո կամերային երաժշտական թատրոնի տնօրեն օպերայում բեմադրություններ անում շատ տաղանդավոր բայց երկրորդ տարուց տեղափոխվեցի Ալեքսանդր Գրիգորյան Ստանիսլավսկու թատրոն ռուսական թատրոն դերասանուհի այնտեղ ավարտեցի թատերական կրթություն ունես ես հենց դրանից հետո եկել եմ Իսկ տված բայց հետաքրքիր է լավ սկզբում դու երգչուհի էիր Հետո փոխվեցիր դարձար սերիալների դերասանուհի, կինո դերասանուհի։ Հետո սկսեցիր ֆիլմեր նկարել որպես ռեժիսոր։ Մի հատ պատմի այդ ոնց է տանցումները, ոնց որոշեցիր որ պետք չէ ես պետք է կինո նկարեմ։ Դե ի սկզբանե ծնվելով կինո ընտանիքում։ Դե բարձր գեներ։ Արդեն հա, գեներն է, արդեն կյանքն է, արդեն այդ ամեն ինչի մեջ ես, չնայած որ ես չէի ուզում, մի քիչ ըմբոստանում էի։ Պարում էի իրական 3 տարեկանից առաջինը պարուհի եմ եղել բալետ եմ պարել օպերայի բալետի մանկական խմբում հետո երգելը ստացվեց էլի շատ պատահական որովհետև այնտեղ համերգներ կային խմբակային համերգներ շատ էին անում այն ժամանակ ու տենց առաջարկ ստացա համերգների կազմակերպիչից Վայ Հարությունյանից արի երգի ինչի՞ չէ ու տենց սկսեցի երգել քավերներ հայտնի երգերի, որոնք որ իմ սրտով էին շատ, այսինքն ես ինչ որ ես ուզում էի դա էի անում։ Դեռ շատ կավերներ են անում, նրանք էլ։ Այդպես, որից հետո արդեն ստացա առաջի ֆիլմիս առաջարկը Դիանա Գրիգորյանից 15 տարեկան էի դիմակահանդես սերիալում հիմնական կերպար էր, մարմնավորում էի, ինչքան էր, մի տարի ու կես կարծեմ գնաց, ահագին գնաց։ Ու այդտեղից հետո արդեն էլի տենց մի քանի բան եղավ, հետո արդեն տեղափոխվեցի այստեղ։ Ես ասում էի, չէ սկզբից ասեցի, որ շատ թեթև ու շատ արագ անցնում էր հաղորդումը։ Առաջի մասը ավարտվեց։ Ես ուզում եմ իմ աներություն խնդրեմ անցնել մեր գովազդին, որտեղ հեռուստատեսություն առանց գովազդի։ Պարտադիր է։ Ոնց որ վարդ առանց փշի։ Դե թույլ ես ներկայացնեմ մեր գովազդը, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հեռուստադիտողներ, գովազդ ARTN-ի եթերում այնուհետև կշարունակեմ իմ զրույցը ինձ համար շատ հաճելի, շատ տաղանդավոր մի անձնավորության հետ, իմ Անջելի հետ։ Գովազդ Պապան ինձ փող է տալիս, ես անում եմ ինչ որ ինքը ուզում է։ Դու գիտեիր, որ նանը ձեր բառապաշարով ասեն կայֆ անում։ Մաքս! Շալլակոտ,
Մերը մեռա։ Ես էլ եմ մեռնում։ Ես ֆուտբոլիստներին եմ սպանել։ Ավտոյի մեջ է։ Որ սենց պոլիսի պես հարցականում ես, ինչի չտարար աղջկան հետդ, հա? Ես իրան սիրում եմ, ու մնացածը կարևոր չի։ Շարունակես քեզ առաջվա նման պահես կուղարկեմ սովորական հոգեբուժարան։ Բայց մենք քեզ շատ ենք սիրում։ Դու մենակ բուժվի։ Կամ խելոք գալի մասնակցում ես խմբերին, կամ պարոն Քարայմանին ասում, որ դու ստե օրենքները խախտում ես։ Մեզանից մեկը շուտով։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ իմ զրույցը Էնջելի հետ, շատ տաղանդավոր մի անձնավորության հետ։ Էնջել ջան, այդ որ խոսում էինք սկզբից մտեց մի պահ հենց ակտարկեցիր, որ ամերիկյան արդեն բան շուկաներում բան։ Ես կուզեի դրա մասին խոսեի մի հատ։ Մի փոքր խոսենք։ Ինքը բավականին բարդ ասպարեզ է, մանավանդ երբ որ Հայաստանում ես կամ ուրիշ երկրում ես, հերվից թվում է թե լիովին անհնար։ Հետո գալիս ես Ամերիկա ու մոտիկից տեսնում ես իրականությունը, երբ ես եկա, իրականում այդքան էլ չսիրեցի իրականությունը այդ ասպարեզի, բիզնես կողմը այդ ամեն ինչի, կեղտոտ կողմը այդ ամեն ինչի։ Դրա համար երևի ավելի շատ ժամանակս որոշեցի ներդնեմ մեր հին ավանդական հայկական ֆիլմ արտադրության մեջ ու արեցի ամեն ինչ որ կարող էի անել, թե որպես դերասան, թե որպես ռեժիսոր, իհարկե կշարունակեմ միշտ, որտեվ ես հայ եմ, հայկականը մերն է։ Բայց հասա միտեղ վերջապես 10 տարի անց, որ որոշեցի, որ հերիք է արդեն երևի ես ուզում եմ անեմ այն ինչի համար, որ ես իրականում այստեղ եմ։ Մեծ ասպարեզ դուրս գա։ Ու հաջողվում է իրականում շատ, հա, Գիտեք, չէ, հայ դերասաններից շատերն են փորձել ու չեն կարողացել նույնիսկ։ Չէ, ինձ համար ես հələ չեմ կարող ինչ-որ մեծ բաներ, չեմ կարող ասել ինչ-որ մեծ բաներ են կատարել, որովհետև նոր եմ սկսել, երևի մի ամիս չկա ինչ որոշել եմ, որ արդեն ժամանակն է, բայց արդեն ես մի ամսում բավականին լուրջ management company ունեմ, բավականին լուրջ agency company ունեմ, ու արդեն ամեն ինչ ընթացքի մեջ է, ասենց բոլոր կողմերից հիմա իրանք աշխատում են հենց այս պահին էլ իմ վրա, այսպես ասեմ։ Ես քեզ սրտան շնորհավորում եմ, ողջունում եմ ու քեզ իմիջիալից շատ խերով հաղորդում ա մեր հաղորդումը։ Դուք տեսնես, որ սրանից հետո արդեն սկսելու է քո հաջողությունները իրար հետևից գալ։ Հետո կզանգեսից կասես ճիշտ է իրաս։ Շնորհակալ։ Էնջել ջան, ուրեմն ես կուզեի հիմա էլ մի քանի խոսքով ասել, մի քանի բառով։ Ես քո նկարած ֆիլմերի, մինչև սա ֆիլմ նկարել ես, ինչի՞։ Ես 13-14 թվականից արդեն այստեղի արտադրության հիմնական ֆիլմերը, հիմնական մասում ես եմ նկարել որպես ռեժիսոր, նկարել եմ պրոդյուսեր Դավիթ Ադամյանի հետ, ում հետ որ հենց 13 թվականից ինչ եկել եմ միասին ենք աշխատում, ու շարունակում ենք դեռ ունենք պրոյեկտներ, որ արդեն նախապատրաստական աշխատանքներում են սցենարային փուլում են։ Որ ֆիլմերն ես նկարել, մինչև ասենք որոնք են։ Առաջինը, որում միայն նկարվել եմ որպես դերասան եղել է Կտակով Թագուհին, հետո արդեն վտանգավոր խաղերը որպես ռեժիսոր, մոտավորապես 2 տարի, 2.5 տարի, հետո դրանից հետո ուշացած սերն եմ նկարել մի քանի ամիս, ինտրիգն եմ նկարել 2 սեզոն 26 սերա, չգիտեմ գիտեք թե չէ, Big Bear-ում ենք նկարել, բավականին լավ ֆիլմ է։ Թշնամու անկողնում եւ դրանից հետո Կոկոն։ Դա Կոկոյի մասին առանձին եմ խոսելու մանրամասը։ Ու չհաշված նկարանել եմ լիքը երաժշտական տեսահոլովակներ, Արման Հովհաննիսյան, Թաթա, Ավրամ Ռուսո, Ազատ Հակոբյան, բաներ բաներել էր նկարել, կլիպներել։ Եփրեմյան, շատ, հա, գրեթե բոլորիդ աշխատել։ Ում էլ որ նկարել շատ տաղանդավոր ու արժանի մարդիկ են եղել։ Այո, համաձայն։ Ուրեմն դու բարձր ես քո մակարդակը, որ մարդիկ վստահել են քեզ, իրանք շատ ճանաչված հայտնի մարդիկ ու վստահել են իրենց տեսահոլովակը, որպեսզի դու անես։ Մերսի։ Այդ շատ հաճելի է, շատ ուրախալի ու շատ դու ծնունդով Երևանից ես, չէ՞։ Երևանից։ Իսկ արմատներ։ Արմատներով մի քիչ խառը արմատներ են։ Ունեմ հունական
կողմից ալմատներ, տատիկիս կողմից, մամայի կողմից, ունեմ հրեական, ալյոն մի քիչ ու հայկական։ Մի քիչ էլ Ղարաբաղի կողմից։ Շատ խառը միքս եմ։ Դե հարի գլուխան։ Քո պապիկը շատ տաղանդավոր մարդ էր, բախտ եմ ունեցել փոքր շփվելու հետո ու ճանաչել նրան, դե տատիկիդ հետ աշխատել ենք ֆիլմում։ Շատ սիրում եմ տատիկիդ։ Պապիկից հետ կպատվես երկու բառ, ու ինչ որ հիշում ես, դու փոքր էիր երևի, հա, օրիկը։ Ես 3 տարեկան էի, որ պապիկս մահացավ, ու այնտեղ էի հիվանդանոցում էի։ Բայց պապիկս իմ համար մի հատ sense իմ սրտում, իմ հոգում մի հատ տեղ ունի, ես ինքս իմ մեջ հավատում, որ ինքը ինձ հետ է։ Եթե կա տենց իրականություն, որտեղ մարդիկ դեռ մեզ հետ են մահվանից հետո, ես հատում որ ինքը հիմնականում ինձ հետ է։ Ես տենց եմ։ Այդ դու ասում ես, չէ՞, տես պապիկիդ, քիչ առաջ խոսում էինք, չէ՞, մենք դրսում իմ թորնիկի մասին։ Իմ թորնիկն էլ ճիշտ այդպես ինձ անավիրված, ճիշտ է։ Շատ սիրուն ու շատ ինքը գիտես ինչ ասում, մորը ասում է, մամա, այս աշխարհում կա մեկը, որին ինձնից շատ եմ սիրում։ Աղջիկս մայր ասում է, չհասկացա, գիտով է։ Ասում է, պապու են ասում ինձ, ասում է, աղջիկ ջան, ասում է, չհասկացա, մամ ասում է, դե դու գիտես, որ ես ճիշտ խոսացող եմ, ու ինձ ասում է, պապ, ասում է, պապու ջան, որ ես ամուսնան եմ, առաջի տանգոն քո հետ եմ բարել։ Ջանա։ Հատկեր ասես, այ քո նման սիրունիկ անուշիկ տենց աղջիկ։ Ձեր տունը բժշկական ինստիտուտի կողքներ, չէ՞։ Ես եղել եմ։ Մեր տունը չէ, բժշկականի չէ։ Մանկավարժականի կողքը։ Չէ, բժշկականի կողքը, բայց եղել եմ դեր տանը, Լիդայստանը։ Կարող եմ մի բան ես լավ չեմ հիշում, բայց դե երկու տները որ հիշում, մանկավարժականի, մյուսը Սարյանի տուն-թանգարանի դիմաց էր։ Հա, գիտես ինչ է ուզում հարցնել քեզ, որտակ ինչն է կյանքում, որ քեզ կարող է շատ նյարդայնացնի ու հունից անի, որ չկարողանաս քեզ էլի ղեկավարել։ Ճիշտն ասած ինձ թվում է չկա այդպիսի բան, որ այդ աստիճանի այլ է, որովհետև այնքան բաներ եմ տեսել, այնքան բաների միջով եմ անցել, զարմանում եմ, որ զարմանում են։ Հա։ Չէ, մարդիկ կա, որ ասենք այնքան է, որ մարդ, որին ասենք ընկերուհիդ եք, այնքան նվիրված եք եղել, այնքան սիրել եք, հավատացել ես նրան, վստահել ես, ու պարզվում որ չէ, իզուր են այդ տարիներն եղել, այդ քո տարիները, կորցրած տարիների համար։ Դե որ ասեցիք արդեն, դրանից առավել ոչինչ չի կարող լինել, դավաճանություն, մարդկային դավաճանություն, թե անձնական, թե ընկերական, թե աշխատանքային, թեկուզ, մարդկային դավաճանությունը ամենածանր բանն է, ամենադժվար ներելի ու մարսելի։ Հիմա օրինակ այսօրվա դրությամբ շատ գովելի վիճակում չի մեր երկիրը, մեր երկրին նեղացրել են շատ կողքից, ու հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի վերականգնվի մեր երկիրը, նորից իր հունով գնա։ Ինչ կմաղթես քո ժողովրդին, որ դու քիչ ես ապրել, ընդամենը 19 տարի, բայց դու են լավ տարիներին ես ապրել։ Ես լավ տարիներին եմ ապրել։ Ինչ կմաղթես կցանկանաս քո երկրին։ Ինչքան որ կարողանում եմ, հենց այնպես երբ կարող էի արդեն վերադառնալ, տարվա կես տարուց ավելին ես Հայաստանում եմ։ Հիմա էլ հենց նոր եմ եկել։ Վերջի շուտ գնում գալիս ես, այս այդ հարցում էի։ Ամեն տարի մոտապես կես տարի ես Հայաստանում եմ։ Ու ինչքան կարող եմ գնալ, միշտ գնում, որովհետև շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում։ Սկում ես, որ մի կախարդական երկիր է, մի անգամ գնացողը հա ուզում է գնալ։ Հա, մի քիչ երևի այստեղից խոսել է Ամերիկայից դրա մասին, կարող է թվա թե անարդար, բայց փաստը մնում է փաստ, ես իմ մի տարվա մեջ 6 ամիսը գոնե այնտեղ եմ։ Այդքանն եմ կարող ես բային, այդքան եմ այնտեղ։ Հետագայում կարող է դաժե ավելի շատ լինեմ այնտեղ։ Շատ գովելի է շատ։ Մի քիչ դժվար հարց է, թե ինչ մաղթել մեր մարդկանց։ Երևի թե եթե գնանք մարդկության պատմության մեջ եւ փորփրենք ոնց են մարդիկ անցել իրենց պատմության բարդ փուլերը, ովքեր որ կարողացել են այդ ամեն ինչի մյուս կողմում դուրս գալ, դա եղել է միայն մարդկայնության շնորհիվ։ Այսինքն բարդպային լինել մարդ միմյանց հանդեպ, բարդպային լինել բարի եւ ոչ թե ավելի չարանալ, որտեղ բարդ բաները բոլոր մարդկանց կամ չարացնում են ավելի կամ բարիացնում են ավելի։ Այդպես է աշխատում մարդկային բնությունը, կամ դու չարանում ես ավելի, որ վայ ինչի սենց եղավ, ուրեմն ուրիշին էլ պետքա ցավա կամ ցավացնեմ, կամ բարիանում ես ավելի, որտեվ գիտես ցավ ու չես ուզում ուրիշին ցավա, ոնց որ քեզ է ցավացել։ Այսինքն ինչ ես կամենում, ինչ ես կամենում եմ բարություն։ Ապրես։ Ես երկրորդ մասն էլ ավարտվեց, մեր թռում է ժամանակը, շատ։
Հիմա թույլ անցնեմ գովազդին, հետո կշարունակենք։ Ինձ համար շատ հաճելի է ու շատ գոհ եմ պատասխանների, շատ սիրուն են ու շատ խելացի։ Եկել է հեռուստադիտողներ, գովազդ ARTN-ի եթերում։ Այնուհետև կշարունակենք մեր զրույցը։ Գովազդ։ Պապան ինձ փող է տալիս, ես անում ինչ որ ինքը ուզում է։ Դու գիտեիր, որ նանը ձեր բառապաշարով ասեն կայֆ անում։ Շալլակոտ։ Ես էլ եմ մեռնում։ Ես ֆուտբոլիստներին եմ սպանել։ Ավտոյի մեջ է։ Որ սենց փոլիսի պես հարցականում ես։ Ինչի չտարար աղջկան հետդ, հա։ Ես իրան սիրում եմ, ու մնացածը կարևոր չի։ Շարունակես քեզ առաջվա նման պահես կուղարկեմ սովորական հոգեբուժարան։ Բայց մենք քեզ շատ ենք սիրում։ Դու մենակ բուժվի։ Կամ խելոք գալի մասնակցում ես խմբերին, կամ պարոն Քարայմանին ասում որ դու ստե օրենքները խախտում ես։ Մեզանից մեկը շուտով։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակվեմ զրույցս Էնջել Մարտիրոսյանի հետ, Էնջելի հետ։ Էնջել ջան, Հա, շուտ է։ գոհ ես քո բախտից, քո ճակատագրից։ Գոհ եմ, ոչինչ չի փոխի։ Վատ բաներ, լավ Ու դու քեզ բաներ։ շատ լավ ես զգում այստեղ, ինչ որ ուզում ես, կամաց կարող է ինչ որ բան Իդեալական բայց չի, հասնում է։ իդեալական չի, ես ռեալիստ եմ, հասկանում իդեալական հնարավոր է երբևիցե չլինի։ Բայց ամեն մեկս որ սիրենք մեր կյանքում անենք մաքսիմալը։ Նրանով ինչ որ ունենք, կստանանք մաքսիմալը։ Շնորհակալություն։ Ուրեմն քո ֆիլմի պրեմիերան եղել է արդեն։ Հա։ Չէ, Կոկոյի։ Հունվարի Ու շատ 21-ին։ լավ խոսակ, լավ արձագանքներ եմ ես լսել, ես էլ անհապեր սպասում եմ, որպեսզի անպայման գնամ ես էլ նայեմ TikTok-ից էլ։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ այդ ֆիլմի մասին պատմես, որտեղ այդ արձագանքներից ինձ շատ հետաքրում է, այդ ովքեր են մասնակցում, որտեղ եք նկարել, ոնց եք նկարել, մի փոքր տեղեկացում ես ու հեռուստադիտողին։ Okay, ամեն ինչ սկսեց Դավիթ Ադամյանը, իմ պրոդյուսերը զանգեց, ասեց ունենք այսպիսի իդեա։ Հավաքվեցինք, նստեցինք, խոսեցինք, պլանավորեցինք, սկսեցինք աշխատել։ Ես Դավիթ Ադամյան եւ սցենարիստը Զորապ Գասպարենցը, նույն ինքը նաեւ գլխավոր դերակատար Ադամովի կերպարում, շատ տաղանդավոր սցենարիստ է Զորապը, շատ ուրիշ շատ տաղանդավոր ասպարեզում, մարդ հա։ է, շատ։ Մենք այդքան շատ մտերիմ չենք իրար, բայց ես իրան կողքից որ տեսնում ես Շատ ուրիշ, հավանում եմ շատ ու շատ կինոշնիկ։ հարգում եմ իրան, շատ տաղանդավոր մարդ։ Օպերատորներ Գևորգ Ճուղուրյանը, բավականին տաղանդավոր, սիրված, նաև ամերիկյան ասպարեզում բավականին մեծ գործունեություն արած օպերատոր է Լոս Անջելեսից։ Ուրեմն դերասանական կազմի մեջ են նաև Նազանին Հովանեսյան, էլի գլխավոր դերակատար, Սարգիս Գրիգորյանը, Սարգիսի կինը Մանոն Գրիգորյան, Լաուրա Ավակյան, Շատ լավ թիմ եք հավաքում։ Մերի Երեմյան, Շատ։ Մոսո Կարապետյան, Դելոն, Երկչույի Լիլուն Լիլիթ Ղուկասյան, Արմուշը Արման Խաչատրյան, բավականին լավ կազմ է։ Քենը Դավիթյան ունի փոքր կերպար, ամերիկյան Բորատից հայտնի դերասան։ Այդքան է ինքը փոքր խմբով բավականին մոնոֆիլմ է, բայց ամենահետաքրքիրը այն է, որ լիամետրաժ ճիշտն ասած 2.5 ժամ էր կազմում, կրճատեցինք, ստացանք մոտավորապես ժամ 40-45 րոպե։ Հիմա տենց է երկար։ Բայց ովքեր որ նայել են հարազատ մարդիկ կամ օտար մարդիկ, ասում եմ մի շնչով նայել են, սիրել են։ Արձագանքը լավն է։ Շնորհակալ եմ։ Ինքը սցենարը ադապտացիա է Կլոդ Մանյեի Օսկար պիեսի հիման վրա, որի վրա արդեն 2 ադապտացիա ֆիլմեր կան, ֆրանսիական տարբերակը եւ ամերիկյան տարբերակը Օսկար անունով, որտեղ Սիլվեստր Ստալոնեն է խաղացել ամերիկանում։ Սա արդեն ոնց որ երրորդ ադապտացիան է պիեսի մեր հայկական տարբերակում Կոկո անունով։ Շատ լավ, շատ հաճելի է, շատ շնորհակալ եմ։ Իսկ այնց մի թեմա կա, որ կուզենայիր դու անձամբ նկարել, երազում ես այդ թեմայի շուրջ մի հատ մի ֆիլմ նկարել։ Առաջին միտքը որ եկավ երազում մորս հետ համատեղ
գեղֆիլմ անել, Մարիա Վաղճիկ Մարտիրոսյանն էր, Լուսնեի հետ Մարտիրոսյան։ Շատ լավ։ Հոլիվուդում այդպեսի բան կա, երկու եղբայր, երկու քույր, հայրու տղա, հայրու աղջիկ չեմ տեսել, հուսով եմ մենք մայրու աղջիկ առաջինը կլինենք։ Իրա գաղափարների, այսինքն ավելի ճիշտ պապիկիս գաղափարներից։ Պապիկս Էրնեստ Մարտիրոսյանը, որը մահացավ ու չհասցրեց, դրա համար ես շատ կուզեմ, որ իր գաղափարներից մի բան անենք, որոնց մեջ կա մի նովել, եթե կուզիս ծովը տեսնել կոչվում է, հիմա չեմ պատմի պատմություն, բավական գեղեցիկ պատմություն է, դրա մասին շատ ենք խոսել, շատ ենք մտածել ու հուսով եմ մի օր իրականություն կդառնա համատեղ ֆիլմը Պապիկի հիշատակին իմ ու մորս կողմից։ Հրաշք մարդ էր քո պապիկը Էրնեստ Մարտիրոսյանը, մեր հայ ֆիլմի տաղանդավոր ռեժիսորներից մեկը, սիրված ռեժիսորներից մեկը։ Շնորհակալ եմ։ Այո։ Շատ ափսոս, չկա։ Կյանք։ Հիմա դուք պետք է պատմես մեր կու լավ հետաքրիր իրական պատմություններ, ոնց որ մենք նախորդ պայմանավորվել ենք։ Իրական պատմություններ։ Պարտադիրի մասին պետք է լինեն։ Թե չկարողա դու ես ներկա ես եղել ինչ-որ բան։ Փոքր պատմություն եմ, ես անձամբ ներկա չեմ եղել, բայց մորս հետ է այսօր խոսում, ինքը հիշեցրեց, տատիկս էլ է պատմել Փարաջանովի մասին։ Սերգեյ Փարաջանովի կյանքից իրական փոքր մի պատմություն հումորային, որ գնացել է ինչ-որ ֆիլմի պրեմիերայի խնջույքին ու հրավերքը եղել է, որ բոլոր տղամարդիկ պետք է սմոքինգներ հագնեն։ Եվ այդ ժամանակ ինքը չի ունեցել սմոքինգ, գնացել է սովորական իր առօրյա տեսքով եւ մուտքի մոտ տեսել է տաբլիչկան, վրան գրված է no smoking, չի կարելի ծխել։ Վերցրել է այս տաբլիչկան, կախել է իր վզից no smoking ու մտել է այդ խնջույքին։ Հրաշք պատմություն, հասպես ուրախ պատմություն չգիտեմ։ Դες շատ հետաքրքիր բաներ, օրինակ ինձ համար շատ անսպասելի։ Այդ նման պատմություն կարող ես պատմել էլի, մի հատ, երկու հատ։ Իմ կյանքից նման պատմություն հիմա մտքիս եկավ մի հետաքրքիր նկարահանման ընթացքում, վտանգավոր խաղերն էինք նկարում ու այստեղ գլխավոր կերպարը, աղջկա կերպարը հոգեկան շատ լուրջ ապրումների մեջ էր եւ ինքնասպանության փորձի տեսարան ունի, որտեղ պետքա շենքի տանիքից փորձի իրեն գցի ու իր սիրած տղան այդ պահին գալիս է ու իրան փրկում է այդ ընկնելու պահին հոլիվուդյան վերսիայով ձեռքը բռնում է ու չի թողնում որ անգնի հիմա պետք է ես դա կազմակերպեմ ոնց եմ ես դա կազմակերպում ես չունեմ հոլիվուդյան թիմ հոլիվուդյան դաբլներ ու տենց բաներ այդ ժամանակ Armenia TV-ի շենքում էստեղ 7-րդ հարկում կար 6-րդ հարկ տանիք ու 7-րդ հարկ տանիք։ Այսինքն ինքը դվայնոյ տանիք էր։ Մի փոքր մասը էսպիսի 6-րդ հարկ էր, մի փոքր այնտեղ անտենաների տեղերն էին 7-րդ հարկի տանիքներ։ Այս աղջկան բերեցի, այդ 7-րդ հարկի տանիքից կախեցի, երկար էսպես զգեստով, իրականում ինքը կախված էր այդ շենքի 7-րդ հարկի տանիքից, որտեղ տենց մի 2 մետր ներքև մի փոքր տանիք կար։ Շատ վտանգավոր էր, բայց այդպես ինքը կախված մնաց երևի մի 4-5 ժամ, իհարկե մի քիչ դադարները վարանքում, բայց մինչև այդ ամբողջ տեսարանները մենք նկարեցինք, բավականին հետաքրքիր ու վտանգավոր սիտուացիա էր։ Մեր սյոմկաները այստեղ շատ հետաքրքիր նման բաներ ունեն։ Ընդհանրապես նկարանումների ժամանակ շատ հետաքրքիր պահեր են լինում։ Ասում եմ մի անգամ ուրեմն ժամանակին Արմեն Ճիգարխանյանին են նկարում մեր օպերայի հրապարակում ունեցա որ մի քանի հոգով սրանց հետ գցեն բռնեն հասկանում ես ես ինչ հա կատարվել ցնցության մեջ պետք է ցեն օդ բռնեն ասում ասենց գցում բռնեն եկել են մի պահին որ արդեն օդում է ռեժիսորը դերից գորման ստոպ սա շուր է գալիս դեպի ռեժիսորը Ճիգարխանյանը շատ հետաքրքիր տես պահեր լինում իսկ մեր մոդել չէ ես այն բանից էի չէ մեր բակի մեջ կախվում էի որ Խոստիկյանն ասում է դի չես ասում չորանում եմ ցավետ չորանում եմ շատ են լինում պահեր այդտեղ ես էի կախվել բայց այն ամենաբարձրը որ կար նա թաթուկ 4-րդ հարկից այդ արդեն կասկածյով ընկեր իսկ մյուսը որ 2-րդ հարկից էր այդ ես էի կախվել
Իր խոսքով ուրեմն Նենջել ջան, ահա եւ մտեցավ ապարտին մեր այսօրվա զրույցը։ Ես գիտեմ ու ինձ ասել են, որ դուք այդ Կոկո ֆիլմը մի ինչ-որ հատվածել նկարել եք Kenneth Village ծաղկի խանութ սրահում, որը մեզ հետ համագործակցում է որպես հովանավոր ու շատ սիրում ենք մենք իրան, շատ լավ մարդիկ են, հատկապես Լիլիթը։ Շատ գեղեցիկ ծաղկեփունջ տնօրենը։ ֆիլմում որ Եվ նայեք ահա, տեսնեք։ այդ գեղեցիկ ծաղկի փնջերից մեկը այսօր իրանք ուղարկել են, որպես ես հանձնեմ քեզ, ասենք ես եմ գնացել։ Շատ Իրոք շնորհակալ։ հանձնում եմ քեզ ու սպասում քո նոր հաջողություններին։ Շատ շնորհակալ եմ։ Kenneth Village-ին շատ գեղեցիկ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջողություն։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում իմ շատ սիրելի դերասանուհի, շատ հաճելի, շատ կանացի, շատ հմայիչ Էնջել Մարտիրոսյանի հետ։ Իսկ այժմ ասեմ մեր հաղորդման վերջին խոսքերը, եզրափակիչ խոսքերը։ Երբեք մի վախեցիր ոչինչից։ Դու միայն վախեցիր քո խղճից։ Այսքանը սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր։ Սպասիլ ում զանգել։ Էլ չեմ ընկել սարուծոր այն մարդ։ Զանգեմ հարևանոց, ջահել, սիրուն, ձեռի շնորհք ունի, չխոսակ։ Ինձ էլ ամեն տեն արածանն են ջերմա շպտում, անես լավ շպտում, էլ ես սպասի զանգեմ, սպասի։ Ալո։ Հա Սուրեն ջաջա։ Բարև հարևանուհի ջան։ Բարև հարևան ջան։ Բարև ձեզ ցավը տանեմ։ Լավ, դուք Լսի, ես նիսեց խնդրանք ունեմ, հարևանուհի ջան։ Ուրեմն շաբաթօրը ուզում եմ ամուսնանամ հարսանիք սա, ու քեզ սրտած ուզում եմ հրավիրեմ, որ դու անպայման մասնակցես իմ հարսանիքին։ Հայ, շատ ուրախ եմ, մեծ հաճույքով կգամ, շատ ուրախ եմ ձեր համար։ Իսկ կգաս։ Հայ, իհարկե կգամ։ Ես է շատ եմ սիրում, ուրախ եմ, որ երջանիկ լինեմ։ Սիրում ես ինձ։ Շատ։ Ահա, սիրելն էլ կա։ Եղավ ցավը տանեմ, դե անպայման կսպասեմ շաբաթօրը ժամը 7-ին մեր տանն ես։ Եղավ։ Անպայման մեծ հաճույքով Վայ, կգամ։ ցավը տանեմ, շնորհակալություն։ Ահա։ Հարսը եղավ։ Մնաց քավորը։ Բասի քավորում անեմ, արա, քավորում կանչեմ։ Օղլաղչանին էլ կանեն քավոր, սրանից լավ բան։